Արդեն քանի օր է ընդդիմադիր դաշտը չի հանդարտվում։ Հրապարակելով իշխող ուժի կողմից կազմակերպված Երևան-Գյումրի ավտոերթից կիսատ պռատ լուսանկարներ փորձում են համոզել, թե իբր Գյումրիի Վարդանանց հրապարակում վարչաբենդի մասնակցությամբ համերգին սակավաթիվ մարդիկ են մասնակցել։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ գյումրեցիները հանկարծ արժանապատիվ դարձան հենց այն ընդդիմության աչքում, որը երբեմն ի վարչապետացու Վազգեն Մանուկյանը դեռ 2021-ին բոմժ էր անվանել իր ճանապարհը փակած գյումրեցիներին, կամ որ Հայաստան խմբակցության այցի ընթացքում 2022-ին դաշնակ երիտասարդների, այդ թվում Գեղամ Մանուկյանի որդու կողմից ծեծի են ենթարկվել տարեց մարդիկ։ Դե էլ չասենք ինչպես էր Սերժ Սարգսյանը գողանում գյումրեցիների ձայնը, այն դաջված է գյումրեցիների ցավոտ հիշողություններում։ Շանսը ո՞րն է իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60 է դա։ Ինչքան ուզես այնքան խփենք։ Հիմա անդրադառնանք նորելուկ, բայց նախկինների մորթիով Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը, այն դեպքում, երբ օրեր առաջ հարկադրաբար իրենց ունեցած լծակներով ու միլիոններով չկարողացան լայն զանգվածների տանել Ազատության հրապարակ միծինգի։ Նորահայտ փրկիչներին անգամ քանի տասնյակ ավտոբուսներով մարդկանց բերելը չփրկեց, որոնք անգամ չգիտեին ինչի համար են հավաքվել, դե կարևորը գործ է, անում են։ Ու ակնհայտ էր, որ հրապարակում հիմնականում նույն ՀՀԿ-ական ճանաչված դեմքերն էին, ինչպես այսպես կոչված փրկության կամ էլ սրբազան շարժման ժամանակ էր։ Դե էլ չխոսենք խաբված արցախցիների մասին։ Ի դեպ նկատենք, որ նրանց քանակը Բագրատ Գալստանյանի հավաքներին ավելի շատ էր, հավանաբար հասկացել են արդեն, ինչ կեղտոտ նպատակներով է ընդդիմությունն ուզում օգտագործել իրենց ցավն ու մոլորվածությունը։ Ի դեպ, երբ Նարեկ Կարապետյանը հատկապես անտեղյակների համար հայտարարում է, թե իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը, մոռանում է մի բան. Նիկոլ Փաշինյանը մարդ հավաքելու կարիք չունի։ Նա դա արել է մեկ անգամ 2018-ին, միլիոնավոր մարդկանց փողոց դուրս բերելով ու առհավետ փակելով նախկինների ու այդ թվում Նարեկի հոր, հանրապետական Կարեն Կարապետյանի քաղաքական էջը։ Ինչպես նախորդ 8 տարիներին, այնպես էլ այսօր իշխանությունը ձևավորվելու է ընտրատեղամասերում, ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Եվ դա ընդունում է անգամ հավաքական ընդդիմությունը, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին։